Շնորհակալ եմ, հաջորդ առցանց հարցը հնչեցնեմ, եկամուտների հայտարարմանն է վերաբերում, խնդրում են ներկայացնել ձեր ունեցած վերջին տվյալները, թե մինչ այժմ քանի մարդ է հայտարարագիր ներկայացրել, եթե կան տվյալներ նաև սոցիալական ծախսերի փոխհատուցման վերաբերյալ դա խնդրեմ ներկայացրեք, եւ այս րոպեին ազգային ժողովում քննարկվում է նախագիծը, որով ամսի 1-ից արդեն ուժի մեջ է մտնելու ըստ էության, եթե օրենքը ընդունվի, նոր մոտեցումը, ընդհանուր առմամբ սա հետքալ դիտարկում եք, թե ոչ։ Շնորհակալություն հարցերի համար։ Իհարկե միջև օրենքի ընդունումը պարտավոր ենք այդ ցուցանիշներից խոսել, բայց օրենքի ընդունումից հետո միգուցե այս քանակները այդքան հետաքրքիր չլինեն, այլ արդեն խոսենք օրինակ այն մարդկանցից, ովքեր որ սոցիալական կրեդիտներ են ստանում, ովքեր որ օրինակ համակարգում իրենց այն եկամուտներն են հայտարարում, որոնք մենք չենք տեսնում պետական եկամուտների կոմիտեն, բայց հիմա նշեմ 133,000 քաղաքացի հայտարարագիր հանձնել է արդեն, որից արդեն ունենք 51,000-ը, ովքեր ստացել են սոցիալական կրեդիտներ։ Սա է երեկվա դրությամբ պատկերն է, ինչ վերաբերում է քննարկվող նախագծին, որին պետական եկամուտների կոմիտեն մասնակցել, այսինքն անկախ նրանից հեղինակը ով է, դա կարելի ասել տենց համատեղ երկար քննարկումների հետևանք է, այդտեղ բացարձակ որևէ հետքայլ չկա, դա ընդհակառակը հիմնված է ախտորոշման վրա, թե ինչ է իրականության մեջ տեղի ունեցել, որտեղ եթե գիտեք բոլորդ, որ 2 տարի է համակարգը աշխատում է եւ դա բավականաչափ մեծ տվյալ է, որպեսզի մենք վերլուծելով հասկանանք ինչ է տեղի ունենում եւ մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ 64%-ը, այսինքն այս 133,000-ի եթե վերցնենք 64%-ը մեր քաղաքացիների, իրենք ըստ էության այն ինչ որ պետական եկամուտների կոմիտեն լրացնում է, դա էլ հանձնում են։ Այսինքն մտնում են, նայում են, ստուգում են, հանձնում են։ Ավելին, եթե գնում ենք օրինակ տեսնենք թե լրացուցիչ ինչ են հայտարարում, տեսնում ենք 18%-ը այնտեղ հիմնականում հայտարարում են վարկեր եւ փոխհարուցումներ, որի մասին վարչապետն էլ խոսեց այս վերջի կառավարության նիստում, այսինքն նույնիսկ այդ լրացուցիչ եկամուտները, որ լրացնում են, հիմնականում վարկ փոխհարուցում է, որը ինքնին եկամուտ չէ, բայց բանկային համակարգի միջոցով ապագայում հնարավոր կլինի ստանալ։ Այսինքն այս իրավիճակը ախտորոշելով ոնց որ այդ եկել ենք այդպիսի մի կետի, որ նախալրացումը ավելի օպտիմալ է ներկա զարգացումների պայմաններում եւ հնարավորություն կտա մարդկանց ուղղակի լրացնել այն մասերը, որոնք մենք չենք տեսնում։ Եվ իհարկե խրախուսման ճանապարհ ունի նաեւ սա, որովհետեւ պետությունը հիմա եթե նախկինում ասում էր, եթե բան չունեք լրացնելու նոր մտեք եւ հաստատեք, հիմա ասելու ենք, եթե ընդունվի օրենքը, մի ստորագրեք միայն այն դեպքերում, եթե սոցիալական կրեդիտ եք ցանկանում ստանալ եւ իհարկե նաեւ պետք է նայեն այն դեպքերում, երբ որ այնպիսի ինֆորմացիա կա, որը պետական եկամուտների կոմիտեն չի տիրապետում, որի մասին մենք իհարկե իրազեկումներով հանդես կգանք ավելի մանրամասնելու։ Հետքայլ բացարձակ չկա, ավելին սա իօգուտ մեր քաղաքացիների է, սա նաեւ էապես բարձրացնում է այս համակարգի արդյունավետությունը, որովհետեւ ինքը հենվելու է այդ նույն խելացի մոտեցման վրա, որ երբ որ մենք պետական եկամուտների կոմիտեում արդեն տվյալներին հասանելիություն ունենալով վերլուծելու ենք, ու այդ վերլուծության միջոցով ենք դիմելու համապատասխան մարդկանց առանց խանգարելու իրենց բնականոն կյանքին։